Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտում են, որ սա նույն Զանգեզուրի միջանցքն է, որը այնտեղ անվանում են Թրիփի ուղի, Թրամփի ուղի են անվանում, Հական Ֆիդանն էր այդպես արտահայտվել, կարծեմ 3։ Ադրբեջանն է անվանում, որ սա նույն Զանգեզուրի միջանցքն է, մեր հարևան Իրանն է ասում, որ սա նույն Զանգեզուրի միջանցքն է, միայն Հայաստանի կառավարությունն է ասում, որ սա Զանգեզուրի միջանցքը չէ, այլ սա մի ինչ-որ այլ Հայաստանի օրենսդրության համաձայն, Հայաստանի օրենքներով եւ ամեն ինչով կառավարվող մի ընկերություն է եւ տարածք է ասում էր, որ Հայաստանի պետական մարմիններն են այդ վերահսկողությունը ծառայությունները։ Այդ հայտարարության մեջ մի շարք անգամ նշվում է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն է լինելու եւ այլն, քանի անգամ Հայաստանի ինքնիշխանությունը չի խախտում, բայց դա ձևականություն է, որովհետեւ նույն հայտարարության մեջ նշված է, որ տրված են բացառիկ իրավունքներ այդ ընկերությանը ամենակարևոր հարցերում։ Ես կարող եմ թվարկել, տեսեք, շատ կարևոր է։ Բացառիկ իրավունք է տրված, որպեսզի ծրագրի, նախագծի, զարգացնի, կառուցի, շահագործի եւ պահպանի այդ տարանցիկ ենթակառուցվածքները, պայմանագրեր կնքի շինարարական ընկերությունների, օպերատորների եւ ծառայություններ մատուցողների հետ, հավաքագրի եկամուտներ եւ այլն։ Այստեղ յուրաքանչյուր կետը նշանակում է, որ դու արդեն քո ինքնիշխանությունը չունես։